Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Անհնարինի պատնեշը փլուզվելու է։ Այս վկայությունը թող քեզ համար ծառայի, որպես հիշեցում այն փաստի, որ Աստված կարող է և ուզում է փլուզել ու կործանել քո կյանքի այն պատնեշները, որոնք հաղթահարելը քեզ անհնարին է թվում։ Սիրելի՛ բարեկամ, վաղ թե ուշ բոլորն էլ իրենց կյանքի որոշակի ժամանակահատվածում բախվում են անհնարինի պատնեշներին։ Սակայն մարդիկ տարբերվում են նրանով, թե ինչ են անում, երբ դեմ առ դեմ կանգնում են այդ անհաղթահարելի պատնեշի առջև, դեպի ուր կամ դեպի ում են շրջում իրենց հայացքը։ 19 տարի առաջ փետրվարի սկզբին ես ու կինս որոշեցինք գնել այն տունը, որտեղ հիմա ապրում ենք։ Ամեն բան շատ արագ ստացվեց։ Հավանեցինք տունը, պայմանավորվեցինք գինը, տվեցինք փոքրիկ կանխավճար և խոստացանք մնացած գումարը վճարել մինչ ապրիլ ամսվա վերջին օրը։ Ես հույս ունեի, որ իմ ծանոթներից ու բարեկամներից կկարողանամ պարտքով վերցնել գումարի մնացած մասը։ Պետք է խոստովանեմ նաև, որ հիմնական մասը։ Սակայն ստացվեց այնպես, որ բոլորը, անխտիր բոլորը, տարբեր պատճառներով չկարողացան ինձ օգնել որևէ գումարով։ Այսպիսով, ես բախվեցի անհնարինի պատնեշին։ Երբ բախվում ես անհնարինության պատնեշին, սիրտդ սկսում է ճնշվել ու տանջվել։ Նման դեպքերում մարդը անելանելիությունից ընկճվում է և սկսում է ելք փնտրել։ Այդպես էր նաև մեր պարագայում։ Եվ հենց այստեղ է, որ պետք է ընկալենք անհնարինության պատնեշի առջև կանգնած մարդու կարևորագույն արձագանքը։ Դեպի ուր կամ դեպի ում է նա ուղղում իր հայացքը, որպեսզի օգնություն ստանա։ Ես և կինս թեև ընդամենը 5 տարվա հավատացյալներ էինք, սակայն բազմաթիվ հրաշքներ էինք տեսել մեր կյանքում։ Ես գիտեի, որ իմ երկնային Հորն ուղղված մեկ աղոթքը կարող էր փոխել ամեն բան։ Մենք աղոթեցինք։ Պատասխանը չեկավ անմիջապես։ Մենք սպասման ճնշող օրեր ապրեցինք, սակայն Աստծու արձագանքը մեր աղոթքին իրապես անակնկալ էր, ցնցող ու տպավորիչ։ Անշուշտ, իմ կյանքի ոչ բոլոր աղոթքներն են այսպիսի տպավորիչ կերպով պատասխանվել, բայց այս անգամ այդ պատասխանն առանձնահատուկ կերպով տպավորիչ էր։ Որոշ ժամանակ անց ես ծրարով մի նամակ ստացա, որտեղ միջազգային կառույցներից մեկը, որի հետ համագործակցել էի նախկինում, ինձ մի քանի ամսով միջազգային փորձագետի աշխատանք էր առաջարկում արտերկրում։ Սա իրական հրաշք էր, սակայն դա դեռ ամենը չէր։ Այդ հրաշքը մեր կյանք էր այցելել մեր Տեր Աստծու ստորագրությամբ, կործանելով պատահականության ու աղոթքի պատասխան լինելու հնարավոր կասկածների վերաբերյալ բոլոր մտքերը։ Գումարը, որն առաջարկվում էր ինձ որպես աշխատավարձ, ճիշտ հենց այն թիվն էր կազմում, որը մեզ պակասում էր տան ողջ գումարը վճարելու համար։ Անհնարինի պատնեշը փլուզված էր։ Կատարվածն իրական հրաշք էր։ Աստված մեր կյանքում արեց հենց այն, ինչի կարիքը մենք ունեինք։ Թող փառավորվի Նրա սուրբ անունը։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված լսեց մեր աղոթքը և պատասխանեց դրան։ Աստծու ծրագրերը միշտ ավելի բարձր ու մեծ են, քան մարդու պատկերացումները։ Տիրոջ կամքը կատարյալ է և մշտապես բարի։ Երբ թվում է, թե Նրա խոստումներն ուշանում են կամ Նրա ծրագիրն ինչ-որ տեղ խափանվել է, ապա շրջվի՛ր դեպի Տերը, հայացքդ ուղղի՛ր քո երկնային Հորը և անկեղծ սրտով կանչի՛ր Նրա անունը։ Նա կպատասխանի և կհոգա քեզ համար։ «Կանչի՛ր ինձ, և ես կպատասխանեմ քեզ, և ես քեզ մեծամեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք դու չես իմացել» (Երեմիա 33:3)։ Օրհնված և Աստծու հետ իրական հաղորդակցության օր եմ մաղթում քեզ։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։